բազմաթիվ խնդիրներ եւ ունենալով պատկառելի անցյալ, մասնավորապես 87-91 թվականներին եղել է ԽՍՀ շրջանային падգամավոր, 89-92 թվականներին Գերագույն խորհրդի падգամավոր, 91-97 թվականներին եղել է ՀՀ կանանց համահայկական միության վարչության անդամ, 93-97 թվականներին Հանրաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարչության անդամ, 96-2000 թվականներին 7 թվականներին արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահության անդամ, 2007 թվականին նաեւ ընտրվել է 4-րդ գումարման որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր եւ տվյալ անձնավորությանը խափանման միջոց են ընտրում որպես կալանք։ Ինչ հիմքով է այդ որոշումը ընտրվել եւ ինչ հիմքով է մեղադրանք առաջադրվել։ Խնդրում եմ փաստերի մասին խոսել։ Երկրորդ հարցը, որ ուզում ձեզ ներկայացնել, եւս հասարակության մեջ հնչեղություն ստացած, արդեն փետրվարի 7-ին 2015 թվականի տեղի ունեցած Արտակ Խաչատրյանի միջադեպն է, օրը ցերեկով տվյալ անձնավորությանը առևանգել են, դաժան ծեծի են ենթարկել եւ առ այսօր բոլորս գիտակցում ենք, որ Երևան քաղաքը ամբողջությամբ փողոցներում տեղադրված են տեսախցիկներ եւ համապատասխանաբար կարծում եմ նաեւ այս համատեքստում ցանկության դեպքում հնարավոր կլներ բացահայտել կամ որևիցե տեղեկություններ հաղորդել, բայց այս պայդրությամբ առ այսօր որևիցե տեղեկություններ չկան եւ մի դեպքի հետ կապված էլ շատ հակիրճ ներկայացնեմ 2014 թվականի նոյեմբերի 19-ին անձամբ իմ ծառայողական մեքենայի ապակին կոտրել են, ամբողջ մեքենան տակնու վրա են արել, մեջից շատ կարևոր փաստաթղթեր են կորել, բայց առ այսօր որևիցե վերաբերմունք իրավապահ մարմինների կողմից չկա։ Շնորհակալություն։ Առաջի հարցի հետ կապված սկսեմ հետևյալից։ Դուք ներկայացրեցիք Գոհար Ենոքյանի տարիքը եւ կենսագրության ամբողջ ընթացքը։ Ես ընդհանուր առմամբ ասեմ, հետո մասնավորեցնեմ։ Անձի տարիքը, կենսագրությունը, կյանքում ձեռքբերումները, պատվավոր վարքագիծը, առողջությանը առանձին կանդրադառնամ, լսեցի ձեր հարցը։ Այդ ամբողջը իրար հետ վերցրած, ընդհանրապես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ են։ Այսինքն, երբ որ անձը կատարում է հանցագործություն եւ ինքը 73 տարեկան է, բազմաթիվ առողջության հետ կապված խնդիրներ ունի, լուրջ կենսագրություն ունի, դա ընդհանրապես անձը բնութագրող հատկանիշների շարքին է դասվում եւ դա պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են եւ ոչ թե պատիժն ու պատասխանատվությունը բացառող հանգամանքներ են։ Չնայած մի վերապահում Հայաստանի կառավարության կողմից եւ կառավարության կողմից սահմանված կա հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում միայն անձը չի կարող քրեական պատասխանատվության պատժի ենթարկվել։ Այդ հիվանդությունները, որոնք այսինքն հիվանդությունների այն նկարագիրը, որը ներկայացվել է տվյալ անձի կողմից, պատիժն ու պատասխանատվությունը բացառող հիվանդություններ չեն։ Հետևաբար, շատ լավ է, որ տվյալ անձը ունի այդպես լուրջ կենսագրություն, դա համապատասխան ընթացքից հետո, եթե գործը դատական հեռանկար ունենա, անպայման հաշվի կառնվի եւ դատախազության կողմից մեղադրանքը պաշտպանելու եւ պատիժը միջնորդելու առումով եւ վստահ եմ դատարանի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է գործի հանգամանքներին եւ խափանման միջոցի ընտրությանը, նախ տրվում է հաղորդում հանցագործության մասին սպանության նախապատրաստության վերաբերյալ։ Երբ որ տրվում է այդ հանցագործության մասին հաղորդումը, համապատասխան ընթացակարգ է սահմանվում, ցուցմունքներ են տրվում եւ այլ եւ այլն։ Եվ այդ ամբողջի արդյունքում գնահատվում է, թե ինչ հետագա ընթացք պետք է կիրառել։ Եվ կա հանցագործության մասին հաղորդում, կան ցուցմունքներ, կան ապացույցներ։ Այսինքն առնվազն անձը, որի վերաբերյալ անձինք եւ հանցագործություն տվող անձինք ուղղակի մատնանշում են որպես հանցագործության կատարողի, քրեական դատավարության օրենսգրքով տրվում է կասկածյալի կարգավիճակ։ Իրան չեն կարող վկահարցաքննեն, չեն կարող որևէ այլ կարգավիճակ տան, քան առնվազն կասկածյալի կարգավիճակ։
Կասկածյալը քրեական դատավարության օրենսգրքով երկու դեպքում է դրսևորվում։ Առաջին, երբ որ անձը ձերբակալվում է, երկրորդ, երբ որ անձի նկատմամբ կիրառվում է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին։ Երբ որ խոսք է գնում այնպիսի ծանր հանցագործության մասին, ինչպիսին է սպանության նախապատրաստումը, չի եղել պրակտիկայում Հայաստանի Հանրապետության առնվազն, որ անձը չձերբակալվի, չի եղել այդպես բան, հանցագործության վտանգավորությամբ պայմանավորված։ Կալանքի մասով մենք կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չենք ներկայացրել։ Գոհար Ենոքյանը ձերբակալվել է, դրանով իսկ ստանալով կասկածյալի կարգավիճակ, 72 ժամը լրանալուց հետո նրա որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել եւ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Այսինքն կալանավորման մասին չենք խոսում ի սկզբանե։ Խոսում ենք ձերբակալման մասին որպես կասկածյալ ներգրավելու եղանակ եւ խոսում ենք հանցագործության ծանրության մասին։ Եվ ես վստահ եմ, հարգելի պատգամավորներ, որ եթե վաղը մյուս օր որևէ մեկին սպանելու նախապատրաստության մասին որևէ մեկը ձեզանից հանցագործության մասին հաղորդում տա, ես նույն ձև եմ վերաբերելու ցանկացած նման հաղորդմանը։ Իրավական ապացույցների հետ կապված վստահ եղեք, որ առնվազն որպես կասկածյալ ներգրավելու, առնվազն որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը բավարար են։ Մենք չենք խոսում այս փուլում, թե ինչ դատական հեռանկար կունենա այս գործը, թե չի ունենա, ինչ ընթաց կունենա, թե չի ունենա։ Մենք խոսում ենք այն մասին, թե արդյոք մենք մեղադրանք որպես մեղադրյալ ներգրավելու պահին ունեինք բավարար ապացույցներ։ Այո, ունեինք բավարար ապացույցներ, եւ այդ բոլոր ապացույցները հիմա ստուգման փուլում են։ Ես չեմ պատրաստվում այդ գործով կամ որևէ այլ գործով, ես արդեն ասել եմ, պարոն Էֆերյան, որ հրապարակեմ գործի հանգամանքներ, թե ինչ ցուցմունք ունեմ, ում ցուցմունքն է, ինչով է դա հիմնավորվում կամ ինչով է հերքվում։ Դա արդեն կհամարեմ նախաքննության գաղտնիք, նախաքննության այս փուլում։ Հետո մենք առիթ կունենանք այդ մասին խոսելու։ Արտակ Խաչատրյանի հետ կապված ես կարծում եմ բոլորս տեսանք, թե ինչ հետևողականությամբ օպերատիվ հետախուզական մարմինը, քննչական մարմինը իրականացրեցին իրենց աշխատանքը։ Ցավոք սրտի ամեն դեպքում չի, որ արդյունավետ միջոցառումները, որոնք իրականացվում են թե օպերատիվ հետախուզականի, թե նախաքննության կողմից, հանգեցնում են գործի բացահայտվածությանը։ Ցավոք սրտի այդպես չի։ Բայց ես համոզմունք ունեմ, որ այնուամենայնիվ հանցագործությունը բացահայտվելու է եւ հանցագործություն կատարող անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ նախաքննության մարմնի կողմից եւ օպերատիվ հետախուզական մարմնի կողմից իրոք իրականացվում է անհրաժեշտ միջոցառումներ առնվազն ճշտելու դեպքի վայրը, որտեղ է դա տեղի ունեցել, եւ հետեւաբար նաեւ թե ովքեր են կատարողները եւ դրանց պատասխանատվության ենթարկելու հարցը բարձրացնենք։ Երրորդ հարցի հետ կապված, ճիշտ ասած ես տեղյակ չեմ կոնկրետ, ես որ գործի որտեղ է դա տեղի ունեցել, երբ արդյոք դուք տվել եք հանցագործության մասին հաղորդում, թե չեք տվել, բայց կարող եմ վստահաբար ասել։ Եթե դուք տվել եք հանցագործության մասին հաղորդում, համոզված եմ, որ հիմա իրականացվում է եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ նախաքննությունը շատ արդյունավետ։ Եվ ամենակարևորը, դուք կարող եք այդ մասին հիմա ձեզ պարբերաբար չտեղեկացնեն, բայց ինչպես նախորդ հարցի հետ կապված ասեցի, այս հարցի հետ կապված եւս, արդյունքը կարող է այս պահին ձեզ համար տեսանելի չլինի։ Կարող է 10 օր հետո, 20 օր հետո, 1 ամիս հետո արդեն ձեզ հրավիրեն եւ տեղեկացնեն ամբողջ ընթացքի մասին։ Եթե դուք հանցագործության մասին հաղորդում եք տվել, եթե ոչ, որևէ բան ասել չեմ կարող։ Արձագանքի համար Վահե Էմֆիա ջան։ Շնորհակալություն։ Այնուամենայնիվ, քանի որ գործընթացը հրապարակային եւ բոլորի աչքի առջև է տեղի ունեցել, միևնույն ժամանակ տրամաբանությունը հուշում է, որ պետք է մի փոքր մանրամասնվել Տիկին Ենոքյանի մասին է խոսքը գնում, որոնք են այդ բավարար փաստերը, որպեսզի նման գործողության թեկուզ ընկալելի չի պարզապես ոչ Տիկին Ենոքյանի համար, ոչ քաղաքացիների համար, եւ եթե այս ընկալելիության հարցը
բոլորի համար ընկալելին էր, ես չեմ կարծում, որ նման հարց կառաջանար։ Ինչը վերաբերվում է Արտակ Խաչատրյանի հետ կապված, բնականաբար գործընթացը ընթացքի մեջ է, բայց միևնույն ժամանակ տրամաբանություն չենք տեսնում մի շարք այս հանգամանքները հաշվի առնելով եւ այսքան ձգձգվելով այս հարցի հետ կապված, որ 4 ամիս կարող է այս գործընթացը ձգվել։ Եվ մեքենայի հետ կապված բնականաբար սահմանված ձևով դիմում ներկայացվել է եւ որևիցե տեղեկություն առայսօր չկա։ Եվ անցել է արդեն շուրջ 7 ամիս։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Ուրեմն Գոհար Ենոքյանի գործի հետ կապված, գիտեք, հետևյալը ասեմ։ Ինչքան էլ որ այ հասարակության համար ընկալելի չի կամ բավարար չի եւ այլն, կան քրեադատավարական ընթացակարգեր։ Ընթացակարգը հետևյալն է։ Երբ որ մեղադրյալը, այ դուք ասում եք անգամ Գոհար Ենոքյանի համար հասկանալի չէ։ Երբ որ մեղադրյալը համաձայն չի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առնվազն բողոքարկում է այդ որոշումը։ Բողոք Գոհար Ենոքյանից իրեն որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու հետ կապված ես չեմ ստացել։ Այսինքն դատավարության մասնակիցը իր անհամաձայնությունը որևէ դատավարական ակտի կամ քննչական գործողության հետ, պարոն Էֆեջյան, արտահայտում է բողոք ներկայացնելու եղանակով։ Նման բողոք ես չեմ ստացել։ Ինչ վերաբերում է, որ պետք է նկատի ունենալով հասարակական հնչեղությունը, ցանկացած հասարակական հնչեղության դեպքում ես չեմ պատրաստվում այս փուլում նախաքննության գաղտնիք հրապարակեմ, որովհետև ես արդեն ասել եմ, նախաքննության գաղտնիքի հրապարակումը դա կամայականության դրսևորում չի, ոչ էլ ինքնանպատակ է։ Ուղղակի նախաքննության գաղտնիքի հրապարակման դեպքում դու սկսում ես մեխանիկորեն ազդել նախաքննական process-ի վրա, այսինքն հիմա ընդունենք հիպոթետիկ, ես ասում եմ, «Էս ինչ վկան հայտարարեց, էս ինչ բանը»։ Հասարակությունում սկսվում է քննարկում, մամուլում, այս վկան խի ասեց, երբ ասեց, վկայի նկատմամբ ճնշում է գնում, այսինքն ես process-ը չեմ ուզում խոչընդոտեմ։ Էլի եմ ասում, վստահ եղեք, քրեական դատավարության ընթացքում մենք ինքներս համոզմունք կունենանք, եթե ապացույցները բավարար են, գործը կտանենք դատարան։ Եթե ապացույցները բավարար չեն, գործի ճակատագիրը կորոշենք այլ կերպ։ Արտակ Խաչատրյանի հետ կապված հասկանում եմ, որ դուք ասում եք, գիտեք, ոչ թե անտրամաբանական չի, անտրամաբանականի մասին չի, կարող եք ասել ողջամիտ չի այսքան ժամկետ, բայց ոչ անտրամաբանական, որովհետև տրամաբանականը այն առումով, որ քննության արդարադատության մեջ, պարոն Էֆեջյան, մեծ սկզբունք կա, քննության արդյունավետություն։ Արդյունավետությունն էլ հետևյալն է. արդյոք պետությունը, պետական մարմինը, նախաքննությունը արել է ամեն ինչ օրենքով իրեն վերապահված է, որպեսզի հասնի արդյունքի։ Այսինքն գործի բացահայտվածությունը դա հետևանք կարող է լինել արդյունավետ քննության, կարող է չլինել։ Հիմա այն, որ գործը արդյունավետ է քննվում, ես կարող եմ դա ասել, բայց ամեն արդյունավետ քննած գործը չի, որ ունենում է գործի բացահայտվածությունը որպես հետևանք։ Եվ այդ առումով դուք կրկնվեմ, կարող եք ասել, այ ողջամիտ չի այդքան, ես էլ ասեմ, ճիշտ եք ասում։ Ցավոք սրտի ապացուցողական բազան տվյալ գործով դեռևս այնքան չի եւ բավարար չի, որպեսզի մենք կարողանանք ասել, թե ինչ ենք բացահայտել, ով է պատասխանատվության ենթարկվել եւ ինչ կլինի հաջորդ քայլը։ Ինչ վերաբերում է ձեր մեքենայի հարցը, ես խոստանում եմ, որ ես աշխատանքի վայր վերադառնալուց հետո մի հատ կհասկանամ այդ որ գործի մասը եւ ձեզ տեղեկ կպահեմ։ Հարցի համար Մարգարիտ Եսյան։